Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետ հաշվարկն է։ Մենք սկսում ենք մեր երկրորդ խաղաշրջանը։ Խաղի կանոնները մնացել են նույնը, սակայն թիմերը խաղալու են այլ սկզբունքով։ Եթե նախկինում 16 թիմը խաղացել են 8-4-2 սկզբունքով, այս դեպքում 16 թիմ են խաղալու, մնացած 8 թիմերը 2 առանձին խմբեր են ձևավորելու 4-4 թիմերից կազմված եւ արդեն այդ խմբերում յուրաքանչյուր հաղթած խաղի դիմաց ստանալու են մեկական միավոր։ Վերջում երկու խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը խաղալու են մյուս խմբի երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի հետ։ Տրամաբանորեն առաջին եւ երկրորդ եւ երրորդ չորրորդ տեղերի համար պայքարը նույն սկզբունքով ինչ որ առաջին խաղաշրջանի ժամանակ է եղել լինելու է։ Սիրելի գիտակներ, սիրելի հեռուստադիտող, այս անգամ մեր հետ խաղում են Fight եւ Բեսարաբիայի հայտնի ուրվականներ թիմերը։ Ներկայացնեմ խաղի կանոնները։ Յուրաքանչյուր խաղին մասնակցում է 2 թիմ։ Տրվում են հարցեր, հարցերի համար սահմանված է 1 րոպե ժամանակ։ Ձայնային ազդանշան է լինելու սկզբից, 10 վայրկյան մնացած նույնպես ձայնային ազդանշան կլինի եւ դուք պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք գրատախտակի։ Ճիշտ պատասխանը համարվելու գրատախտակի վրա գրված պատասխանը, եթե նույնիսկ այն չհամապատասխանի ձեր կողմից հնչեցրած պատասխանին եւ ձեր կողմից հնչեցրած պատասխանը լինի ճիշտը։ 4-4 հաշվի դեպքում, եթե նախ ամենակարևորը յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց թիմը լքում է 1 խաղացող։ 4-4 հաշվի դեպքում, երբ որ լինում են մեկական խաղացողներ, խաղում ենք մինչև առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Ունենալու ենք նաև նկարով հարցեր, արդեն դրա մասին մեր հեռուստադիտողը գիտի։ Իսկ այժմ ներկայացնեմ խաղացող թիմերին եւ նրանց կազմը։ Սկսենք Բեսարաբիայի հայտնի ուրվականներից։ Տերտերյան Միքայել, Լալայան Էրիկ, Աղաբեկյան Վաղար, Հայրապետյան Ֆլորա եւ վերջին ուրվականը Մինասյան Աննա։ Fight Մկրտչյան Սերգեյ, Մկրտչյան Արտակ, Խաչատրյան Սերգեյ, Գասպարյան Գուրգեն եւ Ասրյան Վահե։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ, միջև խաղին անցնելը հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անցնում է Արցախի նախագահի բարձր հովանու ներքո։ Երկու թիմերից հաջողություն եմ մաղթում։ Հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի 1996 թվականին գրված Ամանոր 95, 96, 97 բանաստեղծությունը ավարտվում է հետևյալ տողերով. Խավար է ու ցուրտ, բայց մի վհատվեք։ Սառած մատներով ու դողդողալով զարդարեք տոնածառը, ով ինչով կարող, զարդարեք տոնածառը։ Բայց դե նորերը ինչքան էլ փայլուն ու սիրուն լինեն, դուք չմոռանաք կախ տալ ճյուղերից խաղալիքներին։ Առաջին, երկրորդը ու ամենակարևորը։ Սիրելի գիտակներ, որն է առաջինը, որը երկրորդը եւ որ ամենակարևորը եւ որը ամենակարևորը։ Ժամանակ։ Խավար է ու ցուրտ, բայց մի վհատվեք։ Սառած մատներով ու դողդողալով զարդարեք տոնածառը, ով ինչով կարող է, զարդարեք տոնածառը։ Բայց դե նորերը ինչքան էլ փայլուն ու սիրուն լինեն, դուք չմոռանաք կախ տալ ճյուղերից խաղալիքներին։ Առաջինը, երկրորդը ու ամենակարևորը։ Որոնք են առաջինը, երկրորդը եւ ամենակարևորը։
10 վայրկյան։ Ժամանակ։ Թիմերը ունեն պատասխաններ եւ սկսենք fight թիմից, խնդրեմ։ Հայաստանի 3 հանրապետությունները։ Հայաստանի 3 հանրապետություն։ Հայաստանի կոնկրետ որ 3 հանրապետությունները։ Ամենակարևորը։ Հա, առաջի հանրապետություն այս սկզբունքով ինդիկատիվ ունի։ Ձեր պատասխանը པարզ է։ Բեսարաբիայի հայտնի ուրվականներ։ Մեզ թվում է, թե քանի որ Հայաստանը այդ ժամանակ արդեն նորաստեղծ պետություն էր, խոսքը գնում է Հայաստանի զինանշանի, դրոշի եւ ամենակարևորը հավատի, այսինքն խաչի մասին։ Ձեր պատասխանը նույնպես པարզ է։ Հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի 1996 թվականին գրված Ամանոր 95, 96, 97 բանաստեղծությունը ավարտվում է հետևյալ տողերով. Խավար է ու ցուրտ, բայց մի վհատվեք։ Սառած մատներով ու դողդողալով զարդարեք տոնածառը, ով ինչով կարող է, զարդարեք տոնածառը։ Բայց դենորերը ինչքան էլ փայլուն ու սիրուն լինեն, դուք չմոռանաք կախ տալ ճյուղերից խաղալիքներ հին։ Հույսը, հավատը ու սերը։ Ծափահարում ենք հարցին։ Իրականում բլոկադայի պայմաններում կարծում եմ այս երեքը միշտ մեր կողքին պետք է լինեն հույսը, հավատը եւ սերը։ Հարց համար 2։ Կապինիստը գտնում էր, որ կարդալու 3 տարբերակ կա։ Կարդալ եւ չհասկանալ, կարդալ եւ հասկանալ, իսկ որն է երրորդ տարբերակը։ Կապինիստը գտնում էր, որ կարդալու 3 տարբերակ կա։ Կարդալ եւ չհասկանալ, կարդալ եւ հասկանալ, իսկ որն է երրորդը։ Տասը վայրկյան։ Ասա կարդալու 3 տարբերակ։ Ժամանակ։ Խնդրեմ, Բեսարաբիայի հայտնի ուրվականներ։ Ըստ մեզ կարդալ եւ վայելել։ Այո, դուք հաճույքների մեջ եք։ Հետո Իմանալ եւ չկարդալ։ իմանալ եւ չկարդալ։ Կապինիստը կարծում է, որ կարդալու 3 տարբերակ կա։ Կարդալ եւ չհասկանալ, կարդալ եւ հասկանալ, կարդալ եւ հասկանալ տողատակերը։ Հարց համար 3։ Լավատեսը հայտարարում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում։ Իսկ ինչից է այդ դեպքում վախենում վատատեսը։ Լավատեսը հայտարարում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում։ Իսկ ինչից է վախենում վատատեսը։ Տասը վայրկյան, ունեք պատասխան։ Դուք նույնպես ունեք։ Շատ լավ, ժամանակը կանգնեցնում ենք։ Խնդրեմ fight։ Սխալվում է լավատեսը։ Սխալվում է լավատեսը։ Մենք ընդհակառակն ենք կարծում, վատատեսը վախենում է, որ մենք ապրում ենք հենց ամենալավ աշխարհում, այսինքն նույն բանից է վախենում, ինչից Ձեր պատասխանը պարզ է։ Լավատեսը հայտարարում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում,
Իսկ ինչի՞ս այդ դեպքում վախենում վատատեսը։ Վատատեսը վախենում է, որ այդ պնդումը ճիշտ է։ Մենք ունենք ճիշտ պատասխան։ 1-0 եւ ուրվականները կմնան 4-ով։ Աղաբեկյան Վաղարշն է լքում խաղը։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ, նկարով հարց։ Ուշադրությունը էկրանին։ 1818 թվականին Կարլ Դրեյսը ստեղծեց առաջին հեծանիվը, որը անվանեց Lauf Maschine, մեքենա վազքի համար։ Այն ժամանակակից հեծանիվի նախատիպերից է։ Իսկ որ արհեստի ներկայացուցիչներն էին բոլորից շատ ուրախացել այս նորարարությամբ։ Ժամանակ։ Այո։ 1818 թվականին Կարլ Դրեյսը ստեղծեց առաջին հեծանիվը, որը անվանեց Lauf Maschine, մեքենա վազքի համար։ Այն ժամանակակից հեծանիվի նախատիպերից է։ Իսկ որ արհեստի ներկայացուցիչներն էին բոլորից շատ ուրախացել այս նորարարությամբ։ Տասը վայրկյան։ Ժամանակ։ Համբերություն ձեզ, սիրելի ուրվականներ։ Խնդրեմ, fight։ Փայտագործները։ Մենք կարծում ենք, որ կոշկակարները։ Կոշկակարները։ 1818 թվական Կարլ Դրեյսը ստեղծեց առաջին հեծանիվը, որը անվանեց Lauf Maschine, մեքենա վազքի համար։ Այն ժամանակակից հեծանիվի նախատիպերից է։ Իսկ որ արհեստի ներկայացուցիչներն էին բոլորից շատ ուրախացել այս նորարարությանը։ Խոսքը իհարկե կոշկակարների մասին է։ 2-0 եւ մեզ կլքի եւս մեկ ուրվական։ Հայապետյան Ֆլորան է լքում։ Լքում է։ Ուշադրություն, հարցը։ Սթիվեն Քինգը դա անվանում է ոսկոր, որը թույլ չի տալիս պարանոցը ծալել։ Այո։ Սթիվեն Քինգը դա անվանում է ոսկոր, որը թույլ չի տալիս ծալել պարանոցը։ Սթիվեն Քինգի կարծիքով դա ոսկոր է, որը թույլ չի տալիս ծալել պարանոցը։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Խնդրեմ Բեսարաբիայի հայտնի ուրվականներ։ Մեր կարծիքով խոսքը կամքի մասին է, որը թույլ չի տալիս գլուխդ քաշքցես։ Հասկացած եմ։ Տրամաբանություն հասկացա։ Խնդրեմ Լեզուն։ լեզուն։ Խոսքը Սթիվեն Քինգը կարծում է, որ հպարտությունը ոսկոր է, որը թույլ չի տալիս ծալել պարանոցը։ Ճիշտ պատասխան չունենք եւ մենք շարունակում ենք։ Հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի 1980 թվականին լույս տեսած մանկական բանաստեղծություններ գրքից։ Շուտով ձմեռը մեզ հյուր է գալու, վերջին դեղինն են ծառերը թափել, ու վեճ են անում, ում է սազելու,
ձյունեզգեստը, որ պիտի հագնեն։ Եվ այն հմուտ դերձակի նման չափսերն է առնում բոլոր սարերի, որ հենց ձյունը գա ամենքի համար մի սպիտակ վերարկու կարի։ Սիրելի գիտակներ, ասացեք խնդրեմ, ինչն է նմանեցրել հմուտ դերձակին բանաստեղծը։ Նորից կարդում եմ բանաստեղծությունը։ Շուտով ձմեռը մեզ հյուր է գալու, վերջին դեղինն են ծառերը թափել, ու վեճ են անում ում է սազելու ձյունեզգեստը, որ պիտի հագնեն։ Եվ այն հմուտ դերձակի նման չափսերն է առնում բոլոր սարերի, որ հենց ձյունը գա ամենքի վրա մի սպիտակ վերարկու կարի։ Տասվարկեմ։ Ժամանակ։ Խնդրեմ։ Քամի։ Քամի։ Մենք էլ ենք նույն ձևում դաս։ Դուք նույնպես կարծում եք, որ քամի։ Շուտով ձմեռը հյուր է գալու, վերջին դեղինն են ծառերը թափել, ու վեճ են անում ում է սազելու ձյունեզգեստը, որ պիտի հագնեն։ Եվ քամին հմուտ դերձակի նման չափսերն է առնում բոլոր սարերի, որ հենց ձյունը գա ամենքի համար մի սպիտակ վերարկու կարի։ 3-1։ Fight team-ը լքում եմ Մկրտչյան Սերգեյը։ Եվ Բեսարաբիայի հայտնի ուրվականները լքում է Մինասյան Աննան։ Նկարով հարց։ Այս նկարը արվել է հայտնի հեղինակի հայտնի ցիտատի հիման վրա։ Անվանեք հեղինակին և ցիտատը, եթե այն սկսվում է այսպես. Ով պայքարում է հրեշների դեմ, թող զգուշանա, որ դրանով ինքը հրեշ չդառնա։ Անվանեք հեղինակին և շարունակեք միտքը։ Ով պայքարում է հրեշների դեմ, թող զգուշանա, որ դրանով ինքը հրեշ չդառնա։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Դուք պատասխան չունեք։ Եթե ըստ ձեզ պատասխանը երկար է, կարող կարճ տարբերակով գրել եւ երկարը հնչեցնել։ Մենք ես տեսնում եմ սկիզբը ինչ եք գրել։ Խնդրեմ։ Ըստ մեզ խոսքը, եթե երկարն նայես անդունդին, անդունդը կսկսի նայել քեզ արտահայտության մասին է, դե հեղինակին չգիտենք, փորձենք կռահել միգուցե Նիցշե։ Ձեր պատասխանն ընդունված։ Այս նկարը արվել է հայտնի հեղինակի հայտնի ցիտատի հիման վրա։ Ով պայքարում է հրեշների դեմ, թող զգուշանա, որ դրանով ինքը հրեշ չդառնա։ Եվ երբ դու երկար անդունդի մեջ ես նայում, ապա անդունդը նույնպես քո մեջ է նայում։ Ֆրիդրիխ Նիցշե։ Եվ 4-1 ուրվականները խոշոր հաշվով ընտրության իրավունք ունեն ցանկացած դեպքում։ Տերտերյան Միքայելն է լքում եւ նույնիսկ նրանք չեն օգտվում վետոյի իրավունքից։ Խաղի հաշիվն է 4-1, ուշադրություն հարցը։ Մի ֆիլմի հերոս հավատացնում է, որ ինքը ճանաչում է միայն մեկ ռեժիսորի, ով նկարահանում է իսկապես խորքային ֆիլմեր։
Անվանեք այդ ռեժիսորին եւ ասացեք, խնդրեմ, որտեղ է նկարահանում նա իր այդ խորքային ֆիլմերը։ Մի ֆիլմի հերոս հավատացնում է, որ ինքը ճանաչում է միայն մեկ ռեժիսորի, որը նկարահանում է իսկապես խորքային ֆիլմեր։ Անվանեք այդ ռեժիսորին եւ ասացեք, խնդրեմ, որտեղ է նկարահանվում այդ խորքային ֆիլմերը։ Տասվարկյան։ Ժամանակ։ Խնդրեմ։ Մեր կարծիքով ռեժիսորը Աստված է եւ կյանքում է նա։ Ձեր պատասխանը պարզ է։ Խնդրեմ։ Իմ կարծիքով խոսքը Ժան-Ժակ Կուստոյի մասին է, իսկ ինքը իր ֆիլմերը նկարում էր օվկիանոսի գետնին, էլի, այսինքն ջրի տակ։ Նորից անունտակ։ Ժան-Ժակ Կուստո, Ժակև Կուստո, թորդն է, ձեդոն է, երկուսն էլ բենելի Սուզանավովն էլ բենելիս, թավյանցան վերի։ Հասկանալի ձեր պատասխանը։ Խոսքը օվկիանոսի մասին է։ Իվ Ժակ Կուստո ֆրանսիացի օվկիանոսագետ եւ ստեղծել է փակ տիպի թթվածնային սարք, կատարելագործել ակվալանգը, նախագծել սուզվող սկավառակ տեսախցիկը եւ իրականացրել ստորջերկրյա նկարահանումներ, որոնք հրաշալի, գիտահանրամատչելի ֆիլմեր են դարձել։ Խաղի հաշիվն է 5-1 եւ Fight եւ Բեսարաբիայի ուրվականները թիմերի միջև հաղթել է Բեսարաբիայի ուրվականներ թիմը, ինչի համար մենք նրան շնորհավորում ենք։ Ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անցնում է Արցախի Հանրապետության նախագահի բարձր վանու ներքո։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Առողջ եղեք։